3500 բնակչություն ունեցող Արտենի գյուղի կենտրոնում խմելու ջուր է վաճառվում։ Թալինի ջուրն այստեղ է գալիս ոչ թե խողովակով, այլ ցիստեռներով։ Ոչ միշտ է տարան լիքը լինում, իսկ երբ պատահում է, որ ջրի մեքենաներն ուշանում են, գյուղացին ստիպված է անջուր մնալ կամ օգտվել արտեզյան ջրերից, ինչպես այս ընտանիքում։ Ծորակներից 30 տարուց ավելի է մաքուր ջուր չի եկել։ Երբ 200 դրամ են կառնում, ամուսինս գնում բերեմ, ես չեմ գնում, որ մի աման գնում է։ Էսի առավոտ ենք բերել։ Արտենի ավանում բնակվում եմ արդեն մոտ 33 տարի է։ Սկզբի տարիներին է եղել, որ ջուր ա եղել խմելու ջուրը, որ եկել է ինձից մեգեչալկանների ջուրը։ Դրանից հետո որ բաներեցին քանդվավ երկիրը, մինչև հիմա մենք Թալինի ջուր ունենք, մենք միշտ ջուրը գնում ենք կամ վերցնում ենք նման ավտոմատներից։ Խոսք են տվել, որ շուտով կմտնի Արտենի ջուրը։ Մի քիչ դժվար է պայմաններում է, գողագործության աշխատանքներ կատարում, բայց կմտնի Արտենի ջուրը։ Իսկ աշխատանքները ամենաբարդ փուլում են։ Գյուղամիջյան հատվածում խողովակաշարի մի մասն անցկացրել են, հիմա փորձում են ճանապարհ բացել լեռնային գոտիներով։ Դժվարությունները թե հիմնականում սեն կնդերքի քանդուցքն է, որը սեն վերին շերտը մի քիչ հողային է, իսկ մյուս մասերը լրիվ շատ կարճ քարեր են, որը խոչընդոտում են։ Այս ծորային հատվածը էլի ընդերքով են անցկացնելու։ Այնտեղ մի մասը ունենք, մի քանի մետր օտային տարածքով, էլի նորից խարամողի միջով են կացկացնելու։ Թալին համայնքից մինչև Արտենի գյուղ 9-7 կիլոմետր երկարության խողովակաշար է անցնելու։ Հաջորդ տարվա ընթացքում գյուղը ջուր կունենա շնորհիվ պետբյուջեից հատկացված 109 միլիոն եւ համայնքի ներդրած 60 միլիոն դրամի։ Սուբվենցիոն այս ծրագիրը համայնքում ամենասպասվածներից մեկն է։ Ջրագիծը բերվել է արդեն մոտեցել է գյուղին, իհարկե բարդ է տեղանքը, դդմասարից արդեն մինչև Արտենի մոտ 5 կիլոմետր 700 մետր փորված է, համարյա պատրաստ է, մի քանի մետր է մնացել, որ այդ հատվածում ավարտվի եւ արդեն կմտնեն գյուղ։ Խմելու ջրատարի անցկացումը սուբվենցիոն ծրագրի մի բաղադրիչն է։ Ծրագրի ընդհանուր արժեքը 590 միլիոն է Արտենիում։ Տարիներ շարունակ խմելաջուրը ուղղակի գնել են։ Ճիշտ է, հնարավոր է, որ մարդկանց մոտ զարման կառաջանա, բայց իրականում ցիստեռներով, այսպես ասած, ջուրը բերել են եւ ջուրը գնել են։ Ոչ միայն Արտենին, այլև Թալին խոշորացված համայնքի մի շարք բնակավայրեր ծրագրի շնորհիվ կապահովեն մշտական խմելու ջրով, վստահեցնում է մարզպետը։ Մարզում քիչ չեն ինչպես խմելու, այնպես էլ ոռոգման ջրի խնդիր ունեցող համայնքները, բայց նաեւ մեծ թիվ են կազմում ջրագծերի եւ ներքին ցանցերի կառուցման եւ վերակառուցման ծրագրերը։ Ըստ Սերգեյ Մովսիսյանի, սուբվենցիոն ծրագրերի շնորհիվ մարզում բազմաթիվ ենթակառուցվածքներ են կառուցվում կամ հիմնանորոգվում։ Ֆինանսական հատկացումները վերջին տարիներին կտրուկ աճել են։ 24 թվականին ընդհանուր Արագածոտնի մարզում եղել է 10 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագիր, որը 23 թվականի համեմատ կրկնակի անգամ ավել է եղել, իսկ 25 թվականին արդեն 12 միլիարդ, որը 24 թվականին 2 միլիարդ ավել է եղել, եւ այս թվերը աննախադեպ թվեր են, երբ որ սուբվենցիաների ծրագրերը նոր սկսել էր 1 միլիարդից մոտավորապես, իսկ հիմա արդեն պատկերացրեք, որ 25 թվականին 12 միլիարդ, այսինքն սուբվենցիոն ծրագրերը սկսելուց մինչև հիմա 12 անգամ կարելի ասել ավելացել է սուբվենցիոն ծրագրերի թիվը, որը աննախադեպ աշխատանքների տեմպ է տվել մարզում եւ կարող եմ նշել, որ երևի չունենք մենք այդպիսի բնակավայր, որ աշխատանքներ չիրականացվեն։ Մարզպետը ուրախությամբ նշում է, որ մարզը վերածվել է մեծ շինարարական հրապարակի։ Այս գործում հմտացել են նաև շինարարները։ Եթե սկզբնական փուլում աշխատանքները դանդաղ էին ընթանում, ապա հիմա գրեթե ամբողջովին տեղավորվում են ժամկետներում։ Վարդուհի Արզումանյան, Սեյրան Անտոնյան, լուրեր։